Լավ, եկեք խոսենք անկեղծ։ Ինչպես ենք իրականում հաղթելու փողի հետ կապված այս խաղում։ Մենք վերցրել ենք երկու ամենակոշտ ու անկեղծ ֆինանսական խորհրդատուների մտքերը ու հիմա կտեսնենք ինչ կարելի է սովորել նրանցից։ Երբևէ ունեցել եք այդ զգացողությունը, գիտեք, երբ փողը կարծես թե ուղակի գոլորշիանում է։ Ահա, աշխատավարձը ստացաք ու մի քանի շաբաթ անց մտածում եք մի րոպե, բա ուր գնաց այդ ամբողջ գումարը։ Դե ասեմ, որ մենակ չեք, ու ամենակարևորը, սա շատ լուծելի խնդիր է։ Ուրեմն պատրաստ եք մի թվի, որը կարող է ձեզ ուղղակի ապշեցնել։ Ըստ Քևին Օլիրիի, շատ մարդիկ տարեկան մոտ $15,000 ուղղակի դե նրա բառերով ասած քամուն են տալիս անիմաստ բաների վրա։ $15,000։ Մի պահ պատկերացրեք, թե ինչեր կարելի էր անել այդ գումարով, եթե այն ուղղակի չանհետանար։ Լավ, բա որտեղ է խնդրի բուն արմատը։ Իրականում ամեն ինչ հանգում է երկու շատ հիմնական բանի՝ ֆինանսական կարգապահության երկու հիմնասյուններին։ Եթե ուզում եք այս խաղում հաղթել, պետք է տիրապետեք երկուսին էլ, առանց բացառության։ Դե ինչ, սկսեցինք առաջինից՝ մտքի խաղից։ Սա ձեր ինչուն է, ձեր հիմնական ֆինանսական փիլիսոփայությունը։ Հենց սա է որոշում ձեր բոլոր մեծ որոշումների ուղղությունը։ Որպեսզի ավելի պարզ լինի, եկեք նայենք իրական օրինակ։ Մարկ Թիլբերի ոսկե կանոններից մեկը սա է. երբեք պարտք մի վերցրու ապրելակերպիդ համար, որովհետև դա քեզ կրկնակի թանկ է նստելու, իսկապես ոսկե խոսքեր։ Իսկ սրա տրամաբանությունը, գիտեք, շատ պարզ է։ Երբ դուք պարտքով եք ապահովում ձեր ապրելակերպը, դուք ըստ էության ձեր ապագայի փողերով եք վճարում այսօրվա ցանկությունների համար։ Ու դեռ մի բան էլ ավել, տոկոսներով։ Դուք բառացիորեն գողանում եք ձեր ապագա եսից։ Հիմա Թիլբերի մեկ այլ խորհուրդ, որը կարող է մի քիչ սադրիչ հնչել։ Նախ ապահովիր քսակդ, հետո նոր աղջկան։ Գիտեմ, կոպիտ է թվում, բայց եկեք մի պահ խորանանք, տեսնենք ինչ է իրականում սրա տակ թաքնված։ Սրա իրական իմաստը սա է. նախքան կյանքի մեծ պարտավորություններ ստանձնելը, լինի դա ընտանիք կամ բիզնես, դու պետք է ամուր ֆինանսական հիմք ունենաս։ Հենց այդ հիմքն է, որ քեզ տալու է ազատություն ու վստահություն։ Առանց դրա ցանկացած մեծ քայլ ուղղակի մեծ ռիսկ է դառնում։ Ու վերջին կարևոր կետը մտածելակերպի մասին՝ սկսիր ոչ ասել ու վերջ, առանց բացատրվելու, առանց քեզ մեղավոր զգալու։ Սա ձեր ֆինանսական սահմանները պաշտպանելու մասին է։ Ոչ, չենք գնում այդ թանկ ռեստորանը։ Ոչ, չենք առնում այդ բլուզը։ Եթե դա չի համապատասխանում ձեր նպատակներին, պատասխանը պարզ է ու մեկն է՝ ոչ։ Շատ լավ։ Ուրեմն մտածելակերպը մեր ինչուն հասկացանք։ Բայց եկեք անկեղծ լինենք, չէ՞։ Փիլիսոփայությունը առանց գործի դե անօգուտ է։ Ուրեմն անցնում ենք երկրորդ հիմնասյանը՝ ամենօրյա գործողություններին։ Սա արդեն ձեր ինչպեսն է։ Այն փոքրիկ սովորությունները, որոնք իրականում կառուցում են հարստությունը։ Ու հենց այստեղ բեմ է դուրս գալիս Քևին Օլիրին իր ամբողջ դաժան անկեղծությամբ։ Նա ասում է. հերիք է, $5.5 10 ուրճիտ, $15 ծախսում ես սենդվիչի վրա, դու հիմար ես։ Հա, կոպիտ է, բայց երբեմն հենց այսպեսի մի լավ սթափեցնող ապտակ է պետք, չէ՞։ Եկեք ուղղակի նայենք թվերին։ Այդ $5.5 սուրճն ու $15 ճաշը, կարող է օրվա մեջ ոչ մի բան չթվալ, բայց տարվա վերջում դա դառնում է ավելի քան $5,000։ Պատկերացրիք, դա մեքենայի կանխավճար է, հիանալի արձակուրդ է, ներդրումների սկիզբ է։ Արդեն այդքան էլ աննշան չի թվում, հա։ Լավ, բա ինչ անել։ Ահա 3 շատ պարզ, բայց անասելի հզոր քայլ։ 1. Պատրաստիր քո սուրճն ու ճաշը։ Օլիրին նույնիսկ հաշվել է տանը սենդվիչ պատրաստելն արժի 99 ցենտ, ոչ թե $15։ 2. Կանխիկ օգտագործիր։ Թիլբերի խորհուրդն է, երբ փողը ֆիզիկապես տալիս ես, ծախսի ցավը շատ ավելի իրական է։ Եվ 3. Որն ամենաարմատականն է, եթե հնարավոր է, ժամանակավորապես վերադարձիր ծնողներիդ տուն։ Սա կարող է հազարավոր դոլարներ խնայել քեզ վարձի վրա։ Ու այսպես մենք հասանք ամենակարևոր կետին։ Ինչպես են այս երկու կտորները, մտածելակերպն ու ամենօրյա գործողությունները իրար հետ կապվում, որովհետև ճշմարտությունն այն է, որ մեկը առանց մյուսի ուղղակի իմաստ չունի։ Սա պատկերացրեք որպես նույն մետաղադրամի երկու կողմ։ Մի կողմից մտածելակերպն է քո ինչուն, մեծ նկարը, սկզբունքներդ։ Մյուս կողմից գործողությունները, քո ինչպեսը, ամենօրյա քայլերը, որոնք քեզ տանում են դեպի այդ մեծ նպատակը։
Եվ հենց սա է այս ամբողջ վերլուծության գլխավոր եզրակացությունը, հաղթողի մտածելակերպը ոչինչ չարժե, եթե դու ամեն օր $5 սուրճ ես առնում։ Իսկ տանը ճաշ պատրաստելու սովորությունը երկար չի դիմանա, եթե խորքում չես հասկանում ինչի համար ես դա անում։ Սրանք պետք է միասին աշխատեն։ Վերջ։ Հաղթելու համար ձեզ պետք են երկուսն էլ՝ եւ ուղեղը, եւ կոնկրետ գործողությունները։ Ուրեմն հարցը հիմա ձեզ է ուղված։ Դուք որտեղից եք սկսելու։ Ձեր մտածելակերպից, թե ձեր ամենօրյա սովորություններից։